գիտի։ Նրանք ովքեր կռվել են, իսկ սրանք այս թափթփուտները, որ այսօր այստեղ են, իրանք նույնիսկ իրավունք չունեն այստեղ գալ։ Ասվել է։ Վահան, արի։ Բայց իմաց չկա, որովհետև խոսելով ոչինչ չի փոխվում, այստեղ եք ովքեր այստեղ ամբողջ այս ասֆալտի տակ ոսկորներ է մարդկանց։ Եվ նրանք խոսելով չեն արել, նրանք պայքարել են թուրքի դեմ եւ հաղթել են։ Ընդ որում ուզում եմ հիշեմ, որ այդ նույն ժամանակ Կիրովականի կողմը նույնպես այսօրվա այս բաշապարան, որ ասում ենք, ամսի 25-ից մինչև 28, եթե նրանց էլ է պետք հիշել Սարդարապետի հետ միասին, որտեվ եթե նրանք այնտեղ չպահեին թիկունքը, թուրքը կմտներ եւ կհարված էր, չէին կարողանա։ Շատ եմ ուզում նաեւ նշել, որ ռուսական ցարական գեներալներ էին հայ ազգանուններով թեպետ եւ պատրաստված հողը պաշտպանել են։ Բայց ցավոք սրտի հետո բոլշևիկները 2 տարի հետո նրանց ձորերն էին գցում։ Այս նույն Սարդարապետի հերոսներին։ Այսինքն մենք երբեք չսովորեցինք մեր հերոսներին գնահատել։ Իհարկե ջան։ Այսօր Սարդարապետի հուշահամալիրում վարչապետ Փաշինյանի ելույթում ասաց մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ, դուք համաձայն եք դրա հետ։ Գիտեք ինչ, այդ տարրը, ում անուն ազգանունը տալիս եք, այստեղ գրված է նույնիսկ Հայաստանի Հանրապետության նախագահի պսակը։ Ես ուզում եմ հասկանամ, այդ նախագահան առհասարակ ողջ է։ Առհասարակ ողջ է, մենք իրան որտեղ ենք տեսնում, ինչ գործունեություն են անում, բացի նրանից, որ ասենք ժողովրդից կաշին քերթելով, փողերը վերցնելով, ապահովում են իրենց ծոպ կյանքը։ Դրանից բացի որտեղ ենք այդ նախագահին տեսնում։ Ինձ ուղղակի ինձ հետաքրքիր է էլի, հա տաքսի բռնելուց ինչ որ, հա, տենց։ Դրա համար էլ ես ասում եմ, այստեղ ծաղկեպսակներ կան, որ ասում եմ, դրանք մեռած, չթաղած, քաղաքական չակերտավոր, որտեղ նույնիսկ գործիչ բառը դրանց համար օգտագործելի չի, չակերտավոր քաղաքական գործիչներ են, որտեղ ազգը դրանց գործունեությունը չի տեսնում ի նպաստ հայոց աշխարհի։ Իսկ ինչ էլ որ տեսնում եմ, միայն քանդում են հայոց աշխարհը, բայց վերև Աստված կա։ Երեք Բեռնում ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը, այլ ճիշտ ուղերձ չէր, ելույթներ, եւս մեկ անգամ հաստատեց, որ պետականություն չունենալով 100-ամյակներ մենք գոյատևեցինք մեր եկեղեցու շնորհիվ։ Եվ այն ինչ որ այսօրվա դրությամբ դարձյալ որ ունենք վարչապետ կամ արտաքին գործերի նախարար, միայն անուն ազգանուններով, որոնք փաստորեն ամեն ինչ արեցին, որ փլուզեն հայոց բանակը, հայոց պետականությունը, արժե զրկեն մեր պատիվը միջազգային հանրության միջև, միայն մեր եկեղեցին է, որ նույնիսկ դիվանագետի մակարդակով, արդեն ոչ միայն որպես եկեղեցի, ով քարոզում է Աստված, բարիություն, արդարություն, նա իր վրա ուսերի վրա վերել այս ծանր բեռը, որ ինքն է դիվանագիտական աշխատանք անում, ինքն է հիշում Արցախի հայությանը։ Ով է հիշում, հիմա որ եկել ասե ծաղկե պսակա դրել, մի օր բերանից դուրս եկավ Արցախ աշխարհ։ Դուրս եկավ, կամ եթե այդ վարչապետը, որ ասում է Արցախի մասին, հիշում է, որ այստեղ բերել է ծաղկե պսակա դրել։ Թե Ղարաբաղում, թե այստեղ միշտ հայը պարկարել է իր հողը, որ մեր ոտքը մեր հողի վրա լինի։ Իսկ իրենք ամեն ինչ անում են, որ հայը թողի գնա լքի։ Նույնիսկ այդ ամենածիծաղելի մանրուքից մանրուքն եմ ասում, այդ 150 դրամանոց տրանսպորտը իտո դրա համար է, որ այդ ամենացածր խավը, ամենաանպաշտպան խավը օգտվում էր տրոլեյբուսից, ավտոբուսը թանկացել է 50 դրամով,
Տրոլեյբուսը 300 դրամով ամեն ինչ անում են, որ մարդիկ ճռռալով ստիպված ճարահատյալ թողեն գնան Հայաստանից։ Սա հատուկ ծրագիր է։ Բայց էլ եմ ասում, վերևը Աստված կա։ 100-ամյակներ չենք ունեցել պետականություն, բայց մեր ազգը մնացել է ու մեր եկեղեցու շնորհիվ է մնացել։ Ու թող իրենք բոլորը այս իրանց ֆալշիվի բառը լավ է էլի հնչում, չեմ ուզում էլի այլ կերպ։ Կեղծը մի քիչ ֆալշիվկա են էլի, իրանք ոտից գլուխ ֆալշիվկա են, իրանց ծաղկեպսակներն էլա ֆալշիվկա, որտեվ եթե դուք ծաղկեպսակ եք դնում, դուք ֆիքսում եք, որ դու ես երկրի նախագահն ես, դու ես երկրի վարչապետն ես, ինչ ես արել ես երկրի համար։ Ինչ ես արել ես երկրի համար, բացի փլուզելուց։ Վերևը Աստված կա, իրենք քանի որ անհավատ են, անհավատ մարդը ոչ Աստված է հավատում, ոչ սատանա, բայց նայել կա ու պատիժը լինելու է։ Լավ իմացեք, այս բոլոր ոսկորները, որ այստեղ պարկած են, այդ ոսկորների վկա, իրենք վկա։ Դուք ասացիք Արցախի անունը չի տվել Փաշինյանը, բայց մենք տեսանք, որ ասեց Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է։ Նշեցի, որ նա Արցախ անունը տալիս է միայն նրա համար, որպեսզի հաստատի, որ դա Ադրբեջանի, այսպես ասած, մաս է կազմում։ Ինչ ասես։ Արդյոք որևէ երկիր ունի նման խայտառակ ղեկավարություն։ Ղեկավարություն բառը ճակերտների մեջ, իշխանություն բառը ճակերտների մեջ։ Էլ եմ ասում, ոտից գլուխ ֆալշիվկա են ուղակի նստել են մեր այս սրբազնագույն գահերին հայոց, նստել է մի խմբակ, որը պարզապես ամեն օր քանդում է հայոց աշխարհը, ամեն օր, բայց Աստծո պատիժը անպակաս է լինելու։ Ասել եմ, բոլորը նրանք ով ինձ ճանաչում են, միշտ ասել եմ ու հիմա դարձյալ կրկնում եմ։ Այս սուրբ հողի վրա 2008 թվին, եթե թույլ տաք հիշեմ, էլի մարտի 1-ից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը ուրեմն եկան այնտեղ ներքևում, դե այն ժամանակ էսպես չէր, մեծ խցանում էր, մեքենաները ուղակի անհնարին է նկարագրել, այսինքն կիլոմետրից ավել դեռ մարդիկ իջնում էին, որպեսզի կարողանան քայլել դեպի Համալիր։ Ուրեմն մի ավտոբուս իջավ դեղին ներկած մազերով, դիմացից էլ արդեն դե նորմալ մեքենայից Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եվ այդ կանայք սկսեցին բղավել. Լևոն։ Ասեցի, լսեք, ամոթ հասա մի հատ մեծ գերեզմանոց է, այստեղ մարդիկ են, այստեղ արյուն է շաղախված եւ ոսկորներ են թաղված, ամոթ է, այստեղ մի բղավեք այդ բառը։ Մի քիչ անկոն կխոսեք, ներողություն եմ խնդրում, հա, ձեր ձայնը այստեղ չեմ ուզում որ լսվի։ Գնա այն կողմ։ Արդեն հասկացա, թե դուք ում կողմնակիցն եք։ Իհարկե, ինձ դժվար չի։ Մեզ այսպես